համար հետաքրքիր չի այս երկրի բախտը եւ այս քաղաքացիների, այլ նրանք ունեն մենակ սեփական իշխանությունը պահելու խնդիր, այս մարդկանց այս շինծու դատավարությունը ամիսներ շարունակվում է, որի մենք ներկա ենք լինում այս ամեն ինչին եւ ես կարծում եմ, որ այս ամեն ինչը պետք է հանգուցալուծվի միայն այս իշխանությունների հեռանալու միջոցով, որովհետեւ ներկայումս մենք տեսնում ենք, որ չկա որևիցե դատավարություն, չկա որևիցե արդարություն, ամեն ինչ կատարվում է մեկ անձի պատվերով եւ որևիցե ակնկալիք ունենալ, որ որևիցե արդար դատավարություն կլինի, կարծում եմ միամտություն է, ուստի դրա համար ես կարծում եմ, որ պետք է այս ամեն ինչը նայել այդ համատեքստում, որ քանի դեռ սրբազանները, բարերարները, ազգի համար անհանգիստ մարդիկ գտնվում են բերդերում, կալանավայրերում, մենք որևիցե լավ բանի ակնկալիք չենք կարող ունենալ։ Պարոն Հակոբյան, որպես Արցախի հանրապետության քաղաքացի, ինչպես արձագանքեցիք Դավոսում Խաչատուրյանի հայտարարություններին, երախտագիտության խոսքերին Ալիևին ուղղված։ Գիտեք, դա որևիցե կերպ այս իշխանությունները որպես այդպիսին չեն առանձնանում իրարից, այսինքն այսօր եւ երկրի խորհրդարանի մեծամասնությունը եւ կառավարության ղեկավարը եւ հանրապետության նախագահան ունեն նույն տրամաբանությունը շարժվելու, նույն պարտվողական դիրքերից հանդես գալու, փորձելու հաճոյանալու այնպիսի ռազմաքաղաքական հանցագործություն կատարած անձանց ինչպիսին Ալիևն է, որովհետև կարծում եմ մենք ոչ ոք չի ընդունել, որ այն ինչ կատարվեց Արցախի հանրապետությունում, այն որ 120,000 բնիկ ժողովուրդ տեղահանվեց այդ երկրից, դա ուղղակի հանցագործություն է։